Ես նախ ասում եմ, դուք պատգամավոր եք, ես մի հատ ընդհատեմ, հետո շարունակեք։ Չես նկատում, որ ես բոլորը խեղաթյուրում են, վատ երևույթներ են ստեղծում, ոչ ազգանպաստ, ոչ հայանպաստ, ոչ ուրեմն դուք չեք իմանում կաթողիկոսն ով է, Նիկոլ Փաշինյանը, ներողություն, դե լսեք, հերիք հասցեթեր բանանելով հայտարարություններ անեք, Նիկոլ Փաշինյանը Ներողություն, Նիկոլ Փաշինյանը չի ասում, որ եկեղեցին, ասում է եկեղեցու քահանաները, կաթողիկոսը լրիվ արտադրամաս են սարքել, եկեղեցիներ բիզնես են անում, հենց փաստացի փաստեր ունեն։ Հայաստանի հանրախանութը, որ 50 միլիոն խաբելեր են կաթողիկոսեր, ինչ տեղակալ անուն ինչ է։ Որ հերոսացույցերով, բաներով մարդում քցեց, վերցրեց, կճոյանա չեմ անում, տարավ բան արեց, բրլյանտի գործի համար, բա դա եպիսկոպոս է, հա? Կախը դուք եք Նիկոլ Փաշինյանը։ Ուրեմն չէ, եկեղեցի, բանը, կաթողիկոսը, առաջ ես հեռը համբյուրում էի, ամեն ինչ անում էի, բայց որ իմացա, որ տենց բանա, այտենց այդ բանից հետո կամ մի բան ասեմ իմացա որ երեխա ունի կարող է սխալ ասում սուտ ասում կարող է թամ հետնել քնեի նրա հետ որ տենայի այ քեզ պատմություն երեք եղավ երկրորդը կաթողիկոսին հələ մի հատ նայեք ձեր միմիկաները կաթողիկոսին այդ պահին որ ազգային ժողովում սպանդայեցում կաթողիկոսի դեմքին հələ ուշադիր նայեք Դեմքի միմիկա կա թե չէ, ցավ ապրում է թե չէ։ Դա շուտ է, դա 99 թվին է։ Հասկացեք ինչ կապ ունի։ Կարող է կողն ու դուրս ընկածները հետո դզվեն մարդ դառնան։ Դա իրանց արյանն է, չէ՞ դա իրանց նպատակը։ Ինչ է համբերել դրանից ձեր հետ միմիկաները տեսել եք ձեզ դուրս չի եկել։ Ինչ որ մի քանի տարի նրա ձեռքը համբուրել եք, չէ՞, հետո այս վերջը համբուրել եմ, հետո իմացա որ պղծել է եկեղեցին, դավաճանել է Քրիստոսի եւ ժողովրդի կապը չի պաշտպանում բանը։ Միմիկաներն է ձեր համար խնդրահարույց թե հոգեվարականին համբուրում եք ձեր։ Ինչ։ Կարգալույց հոգեվարական։ Այո, որովհետեւ մաքուր տղա է, որովհետեւ Քրիստոսն է իրան ուղարկել, որ այս վիճակը ստեղծի, որ նոր մաքրվի այդ ամեն ինչ։